Մակրոնը Հայաստանի բարեկամն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում է եւ նա արժանացել է ամենաճոխ ընդունելության։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս եւ հենարան, մենք զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը։ Էմանուել Մակրոնը պարգևատրել է Ֆրանսիայի պատվո լեգիոն մեծ խաչ շքանշանով Նիկոլ Փաշինյանին եւ Վահագն Խաչատուրյանին։ Նաեւ պարգևատրել է մի իշխանշանով, որը քիչ ավելի փոքր է ազդեցությամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Իդեպ Արայիկ Հարությունյանը այսօրվա իշխանության գորշ կարդինալներից մեկն է կամ միակն է։ Փոխարենը Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության փառքի իշխանանշանով։ Լավ, ի վերջո ով է Էմանուել Մակրոնը եւ ինչու է նա այսօր խաղում Հայաստանի բարեկամի դերը։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում Էմանուել Մակրոնի եւ Շարլ Միշելի խորհրդով։ Դա տեղի ունեցել 23 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Եվ դրանից հետո արդեն ժամանակի հարց էր, թե երբ Ադրբեջանը կհայաթափի Արցախը։ Ընդամենը ամիսներ անց դեկտեմբերին 22 թվականի Ադրբեջանը կեղծ ակտիվիստների բերեց էկո ակտիվիստների եւ շրջափակեց Արցախը, մուտքը եւ ելքը։ Արգելափակեց։ Եվ սեպտեմբերին 23 թվականի Արցախը հայաթափվեց։ Ինչ տեղի ունեցավ 1 ամիս անց։ Հռոմի Պապը պարգևատրեց Նիկոլ Փաշինյանին ասպետական մեծ խաչ շքանշանով, որը Վատիկանի ամենաբարձր պարգևներից մեկն է։ Ինչ է սա նշանակում։ Արցախի հայաթափումից հետո հավաքական արևմուտքի հոգևոր առաջնորդը Հռոմի Պապը պարգևատրում է Նիկոլ Փաշինյանին Վատիկանի ամենաբարձր պարգևով, շքանշանով, ասպետական մեծ խաչ շքանշանով։ Եթե սա խաղաղության արդյունք է, ինչու Ալիևը չի պարգևատրվել այդ շքանշանով։ Մյուս շքանշանը ոսկե արծիվ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի ձեռքից։ Ղազախստանը աշխարհի երկրորդ թուրքալեզու պետությունն է իր ազդեցությամբ։ Էմանուել Մակրոնը ինչու է խաղում Հայաստանի բարեկամի դերը։ Ինչու։ Ես բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ, որ Հայաստանը արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով կարելի է վնասել Ռուսաստանին։ Եվ մենք այսօր Նիկոլ Փաշինյանի խաղադաշտն ենք։ Ինչ է ասում Իլհամ Ալիևը, լսենք։ 3 տեսակապով մասնակցում էր միջոցառմանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապով մասնակցում էր Իլհամ Ալիևը, լսենք։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը, տարածելով զրպարտանք եւ սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Մայիսի 1-ին Եվ Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց սրան։ Ինչ է ասում Իլհամ Ալիևը։
Ասում է Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը եւ վերջ դրել սեպարատիզմին եւ հանցագործներին բերել դատել, փաստացի դատել է եւ 19 Հայաստանի հայ մարդ ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ էլի մի քանի հոգի Բաքվի բանտում են մեծ ժամկետներով դատապարտված են եւ ցմահ ազատազրկման են դատապարտված։ Եվ Փաշինյանը ոչինչ չի ասում, չի հակադարձում Իլհամ Ալիևին։ Ի վերջո, ինչու է այսօր Էմանուել Մակրոնը խաղում Հայաստանի բարեկամի դերը։ Նախ ասեմ, որ Ֆրանսիան եւ Թուրքիան ունեն շատ սերտ համագործակցություն եւ ֆրանսիական հարյուրավոր մեծ խոշոր ընկերություններ ունեն մեծ ներդրումներ Թուրքիայում եւ երբեք Ֆրանսիան ոչ զորք է բերելու Հայաստան, ոչ ներդրումներ է անելու Հայաստանում, ոչ աշխատատեղեր է ստեղծելու Հայաստանում։ Ֆրանսիան լինելով արևմուտքի հզոր պետություններից մեկը փորձում է հերթական անգամ օգտագործել Հայաստանը Ռուսաստանի դեմ։ Եվ Նիկոլ Փաշինյանը հաճույքով գնում է դրան։ Ցուցադրում է բարեկամություն, խաբում է ժողովրդին, թե մենք գնում ենք Եվրախորհուրդ եւ այլն եւ այլն։ Բացի այդ, Ֆրանսիա-հայ գաղութը 700,000 հայ է ներգրավում իր մեջ։ Ֆրանսիայում ապրում է 700,000 հայ, մոտ 700,000 հայ։ Եվ սրանք ընտրողներ են Ֆրանսիայում։ Եվ Մակրոնը խաղալով Հայաստանի բարեկամի դերը սիրաշահում է հայերին, Ֆրանսիայի հայերին, որոնք շատ ազդեցիկ են։ Մենք, սիրելի հայ ժողովուրդ, չպետք է խաբվենք։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբում է։ Մեզ խաբում է։ Արևմուտքին Նիկոլ Փաշինյանի միջոցով պետք է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ պարկեցնել Թուրքիայի տակ։ Գաղտնիք չէ, որ Ալեն Սիմոնյանը ասում էր Հայաստանի երաշխավորը Ադրբեջանն է։ Եթե Հայաստանի երաշխավորը Ադրբեջանն է, Ադրբեջանը մի քանի տարում, մաքսիմում 10-15 տարում հայերին Հայաստանում կդարձնի փոքրամասնություն։ Եվ ազգային մեծամասնություն այստեղ կդառնան թուրքերը եւ ադրբեջանցիները։ Մենք պետք է կանխենք այս ամենը հունիսի 7-ին։ Պետք է գանք ընտրատեղամաս սիրելի ժողովուրդ եւ մերժենք Նիկոլ Փաշինյանին սահմանադրական ճանապարհով ընտրությունների միջոցով։